Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ, այսօր մենք կամփոփենք 2024-25 ուստարին, իսկ հյուրը Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն է։ Բարև ձեզ Տիկին Գանդալյան, շնորհակալ ենք շատ մեր հավերն ընդունելու համար, ավանդույթը չխախտենք և այս տարի էլ փորձենք ամփոփել ուսումնական տարին, սկսենք ավանդական հարցից, ինչպիսի տարի էր Սյունիքի մարզի համար 24-25 ուստարին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ 2024-25 ուսումնական տարին իսկապես եղել է արդյունավետ տարի և կարևորելով ուսումնական տարվա ընթացքում իրականացված բարեփոխումները, նորարարությունները, կարելի ասել, որ տարին արդյունավետ ու համագործակցային տարի է եղել։ Իսկապես բավականին շատ փոփոխություններ տեղի ունեցան, ես կուզենայի հիմա մենք եթե կարելի է մի քանի նախթվային տվյալներ ներկայացնենք, քանի շրջանավարտ ունեցանք, քանի առաջին դասարանցիներ ունեցանք, ինչ սպասելիքներ ունենք, դիմորդներ եւ այլն, եթե այս պահին ինչ տվյալներ որ ունենք։ Այդ մասով հետո արդեն հերթով անցնենք այն փոփոխություններին, որոնք որ ամբողջ տարվա ընթացքում դպրոցներում կիրառվեցին, հասկանանք նրանց բացասական եւ դրական կողմերը։ Առաջին դասարանցիների մասով ասեմ, որ 2024-25 ուսումնական տարին մոտ 1570 առաջին դասարանցի ենք ունեցել եւ դա կարծես թե մեր մարզի, այսպես ասած, ստաբիլ, ստանդարտ թվերից է, մոտ 1500 աշակերտ ենք ունենում առաջին դասարանում եւ հայտագրման process-ը արդեն իսկ առաջին դասարանցիների սովորական է դարձել ծնողների համար եւ փորձում են փոփոխություններին համընթաց գնալ։ Այո։ Հայտագրումից խոսենք, հենց հայտագրումից սկսենք։ Նախ մինչ այդ դիմորդներ, քանի դիմորդ են, շրջանավարտ ենք ունեցել այս տարի։ 1032։ Այսինքն կարող ենք ասել, որ թվերը այսպես բոլոր ինչպես որ առաջիկա չէ, նախորդ մի քանի տարիների ընթացքում համարյա նույնն են մնացել, ինչ որ շատ փոփոխություններ չկան։ Հայտագրումից սկսենք առաջին դասարանցիների, երկու փուլով է, եթե չեմ սխալվում, տեղի ունենում։ Արդեն երրորդ փուլով։ Արդեն երրորդ, հա, ես երկու գիտեի։ Ծնողների շրջանում երբեմն նաև որոշակի այսպես դժգոհություն է լինում այն առումով, որ արտոնյալները տեղավորվում են, հետո ոչ արտոնյալների համար տեղը սահմանափակ է մնում։ Եթե չեմ սխալվում, բավականին կարճ ժամանակ է տրվում տվյալ ծնողին երեխայի այսպես հայտը լրացնելու համար, գուցեև խնդրի առաջ կանգնի հետո ծնողը, փոքր մանրամասներ կա, իսկապես խնդիր, թե մի փոքր չափազանցնում ենք։ Արտոնյալի մասով կարող եմ նշել, որ բառը այդքան էլ ճիշտ չի, արտոնյալ, որովհետև իրականում եթե ընտանիքի մեկ երեխան սովորում է այդ դպրոցում, բնական եմ համարում, որ երկրորդ, երրորդ երեխան սովորի նույն դպրոցում կամ աշխատակցի երեխան սովորի դպրոցում, որովհետև բնական կապ է, հա, աշխատանքային առումով քույր եղբոր մի դպրոցում գտնվելը, որը նաև հետագայում դժվարություններ չի առաջացնի ծնողների համար։ Դա բնական է կողքից երևում է, որ արտոնյալ այդ բառն են օգտագործում, իսկ ինչ վերաբերվում է մնացած process-ին, մենք Սյունիքի մարզում միայն երկու դպրոցում ենք ունենում հիմնականում հայտագրման հետ խնդիրներ, դա Կապանի թիվ 7-ն է եւ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը, որտեղ հայտագրման process-ը րոպեների արագությամբ է կատարվում, դե համարում եմ որպես քաղաքային դպրոց վերանորոգված բոլոր հնարավորություններով կրթական միջավայրով ապահովված դպրոց եւ նաեւ կարեւորում եմ այն թաղամասը, այն տարածքը, որտեղ որ բնակելի շենքեր շատ են եւ այդտեղ դպրոցահասակ երեխաները շատ են։ Երրորդ փուլով արդեն որը օտարերկրյա քաղաքացիների երեխաների հայտագրումն է, այսինքն սկզբում առաջին դասարանցիները այն դպրոցահասակ երեխաները, ովքեր ունեն քույր, եղբայր կամ աշխատակից, հաջորդը գալիս է ինչպես այս տարի 25 թվականի հունիսի 24-ից կսկսվի սովորական երեխաների, այսպես ասած, հայտագրումը եւ երրորդ փուլը արդեն օտարերկրյա քաղաքացիների երեխաները։ Ձեր կարծիքով մեխանիզմը, որը ներդրվել է, արդյոք արդարացի այսպես բան է ապահովում, էլի, արդարացի ընդունելություն է ապահովում։
Կարելի ասել այո, ճիշտ է, էլի են լինում դժգոհություններ, դժվարություններ հայտագրման հետ կապված, այսինքն որոշ գործիքների ծնողները չեն տիրապետում, բայց արդեն այդ ձևերն էլ են գտել, հա, դիմում են ավելի հմուտ օպերատորների կամ մարդկանց, ովքեր արդեն իսկ փորձ ունեն, բայց այո, որ դպրոցի տնօրենից ոչինչ կախված չի կամ ինչ որ այլ մարդուց, դու որոշում ես, դու այն որ գրված է ծնողի դիմումի համաձայն, այո, հենց ծնողն է հայտագրում առանց որևէ մեկի ավելորդ միջամտության, այսինքն ռիսկերը իրականում փոքրացել է։ Մի փոքր խնդիրը այն է, որ շատ հաճախ բնակելի, երբ որ քո թաղամասն է, քո թաղամասում է գտնվում այդ դպրոցը, բայց դու չես կարողանում հայտագրվել այդ դպրոցում, դա է փոքր խնդիր, երբեմն նաև բարձրաձայնում են ծնողները, բայց դրա մասով դեռ որևէ քայլ ձեռնարկված չի, որովհետև երբ որ մտածում ենք, որ ըստ հասցեների, հա, որտեղ որ գրանցված են, հաշվառված են, տեղ էլ մի այլ ռիսկ ենք տեսնում, որ կարող է սկսեն ձևական, այո, արհեստականորեն գրանցման վայրերը փոխեն, ինձ թվում է հայտագրման process-ը ճիշտ է։ Եթե մարդը չի հասցրել պարզապես հայտագրման եւ ոչ մի փուլին մասնակցել, այս դեպքում ընդունելությունը երեխայի ինչպես է կազմակերպվում։ Տեսեք, հայտագրումը այդ մի քանի օրերով չի, այսինքն process-ի սկսվելու պահն է հստակ ֆիքսվում, դրանից հետո արդեն դու ազատ հայտագրվում ես, այսինքն ողջ տարվա ընթացքում երեխաների տեղափոխությունը թույլատրվում է դպրոցից դպրոց, հայտագրումը, այսինքն շարժը ամբողջ տարվա ընթացքում է, պարզապես այս առաջին դասարանցիների հայտագրման process-ն է, որ մի փոքր աշխուժություն ասեմ, անհանգստություն ասեմ, հատկապես առաջին դասարանցիների մայրիկների մասին։ Դե այո, մտածում են գուցե չհասցնեն եւ իրենց ցանկալի այսպես դպրոցում չկարողանան գրանցել։ Բայց դպրոցներից ասեցի, որ խնդիրը միայն երկու դպրոցում է։ Ամբողջ տարվա ընթացքում բավականին շատ քննարկվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման թեման, ամփոփենք մարզում ինչ կար այդ առումով, արդյոք հետաքրությունը մեծացել է, հաղթահարողները շատացել են, թե կտրվողներն են շատացել, բառը իհարկե գեղեցիկ չօգտագործելը, բայց համենայն դեպս այդպես կարող ենք բնութագրել երևույթը։ Այս պահի դրությամբ 89 դպրոցի 394 ուսուցիչ ստանում է բարձր աշխատավարձ։ Բարձր ինչքան։ Կամավոր ատեստավորման արդյունքում ունենք մինչև դե բնականաբար չգիտեմ այդ հաշվարկային որ ասում են կեղտոտ աշխատավարձ, ոչ մաքուր աշխատավարձը, մինչև 400-ից 450 հազար աշխատավարձ ստացող ուսուցիչներ ունենք։ Դա պայմանավորված է թիվը բավական ավելացել է կամավոր ատեստավորված, որովհետև ես դա ասում եմ, որ դա կապված է հենց մասնագիտական աճի հետ կապված, հա, կապված է մասնագիտական աճի հետ եւ ինչու՞ չէ նաեւ նվիրվածության եւ ամենակարևորը շահագրգռվածության հետ, որովհետեւ սա հնարավորություն է ուսուցիչներին բարձրացնելու իրենց աշխատավարձը։ Եվ այս 364 ուսուցիչները այո փորձել են օգտվել այդ հնարավորությունից եւ բարձրացնել իրենց աշխատավարձը։ Այս տարի եղել են շատ ուսուցիչներ, որ նախորդ տարի օրինակ 30% են եղել, այս տարի նորից են փորձել իրենց ուժերը դարձնելով 40%։ Ես գիտեմ նաեւ շատ ուսուցիչներ, որ 40 հաղթահարելուց հետո մտածում են, որ հասնեն մինչև ամենաբարձր տոկոսին, 50%-ին, այսինքն առաջին պայմանը կամավոր ատեստավորումն է, հետո տարակարգի ստանալը, որը նորից հնարավորություն է ստեղծում աշխատավարձը բարձրացնելու։ Բայց տարբերություն կա, քանի որ կամավորը իրականում միայն աշխատավարձ բարձրացնելն է, իսկ տարակարգ ստացող ուսուցիչները խոսում է տարակարգ ստացող ուսուցիչները ավելի շատ իրենց ստեղծագործական միտքն է, գիտական միտքն է, այսինքն նոր հնարավորություն է արդեն իսկ ներկայանալու որպես գիտնական ուսուցիչներ, հա, ստեղծագործող ուսուցիչ, հմուտ ուսուցիչ, վերապատրաստող ուսուցիչ, որոնք նոր հնարավորություններ են ներկայանալու նաև մանկավարժական համակազմին։ Իսկ շեմը չհաղթարողները շատ են։ Շեմը չհաղթարողները ունենք շատ քիչ տոկոս, որ չեն հաղթահարել եւ հույսով եմ, որ այս տարի
փորձելուց հետո կհաղթարեն այդ շեմը։ Թափուր հաստիկները որ առարկաներից են շարունակում մնալ։ Թափուր հաստիկները Սյունիքի մարզում շարունակում են մնալ բնագիտա-մաթեմատիկական առարկաներից, աշխարհագրություն առարկայից, բայց պիտի նշեմ, որ ուսուցչի թափուր տեղի մրցույթի կարգի մեջ նոր փոփոխություն է կատարվել, ոչ թե նորություն է 30 կրեդիտը, այլ այն հնարավորությունը, որ տվել են բնագիտա-մաթեմատիկական առարկաներին, հա, ինչպես հապավումով մենք ենք ասում, ԲՏՃՄ առարկաներին, երբ մեկ անգամ մրցույթը հայտարարվում է, հաջորդ մրցույթին կարող է մասնակցել այդ մասնագիտությունը ստացած քաղաքացին եւ 1 տարվա ընթացքում, այսինքն կնքվում է իր հետ որոշակի ժամկետով պայմանագիր եւ 1 տարվա ընթացքում 30 կրեդիտ է ստանում է, պայմանագիրը դառնում է անորոշ։ Ի տարբերություն մնացած առարկաներին, որ նախորոք պիտի 30 կրեդիտը ստանան, նոր կարողանան աշխատել եւ ունենք բավական մեծ թվով ուսուցիչներ, որ համալրում են այդ շարքերը։ Այսինքն այստեղ մանկավարժական կրթությունը պարտադիր չէ։ Դա բավականին ինձ թվում է իրավիճակը կփրկի, որտեղ իրականում այդ մանկավարժի որակավորում չունեցողը արդեն չունենալ արդեն խնդիր է տարիներ շարունակ։ Մեզ այդ գործում նաև օգնում է Դասավանդիր Հայաստանը եւ մեր համագործակցության արդյունքում նաև փորձում ենք հատկապես բնագիտա-մաթեմատիկական առարկաներով ուսուցիչների ներգրավել։ Դպրոցների պայմաններից կուզենայի խոսեինք, նորոգվող դպրոցներ ունենք, որը բնականաբար նաև որոշակի խնդիրներ է առաջացնում, թեկուզ եւ ժամանակավոր, բացի դրանից նաև որոշ դպրոցներ, որոնք որ շատ կարիք ունեին վերանորոգման, նրանք այս փուլում չեն մտել, գուցեև սա էլ որոշակի խնդիրներ է առաջացնում, առաջնահերթությունը ինչպես է որոշվել, օրինակ ես Կապանի մասով կարող եմ ասել, որ Կապանի թիվ 10 դպրոցի հետ կապված միշտ են բարձրաձայնել վթարայնության աստիճանը եւ հիմա էլ պատկերավոր այսպես ասում են, որ այդտեղ արդեն ծառեր են հաճում, չգիտեմ, գուցե չափազանցություն է, բայց խնդիրը հենց այդ դպրոցում արկա է եղել, ինչու չի ներառվել այդ ցանկում այդ դպրոցը եւ այժմ այս պահին եկող ուստարում, որ դպրոցները կներառվեն շինարարական այդ գործընթացի մեջ։ Նախ նշեմ, որ կառավարության 2093 որոշման մեջ ձեր թվարկած դպրոցները կան, իսկ դա նշանակում է, որ մինչև 2026 թվականը որոշակի քայլեր ձեռնարկվելու են։ Այս պահի դրությամբ մոտ 30 դպրոցների շինարարական աշխատանքներ, այսինքն նոր կառուցվող դպրոցների աշխատանքներն արդեն իսկ սկսվել են եւ սկսվել են նաեւ մոտ 20 դպրոցների որոնք որ ընդգրկված էին 10 դպրոցների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքները եւ Կապանի 10-ը, որը առաջնահերթություն ունի, եւ Կապանի թիվ 1 դպրոցը, այստեղ Կապանի 10-ը ունի սողանքի հետ կապված, չգիտեմ, երկրաբանական այսպիսի ուսումնասիրության ոնց որ խնդիր ունի, իսկ Կապանի 1-ը ունեցել է նախագծային խնդիր, քանի որ այն նախագծով, որով որ պետք է կառուցվեր դպրոցը, ինքը ավելի մեծ մակերես էր պահանջում եւ հույսով ենք, որ միակը Կապանի թիվ 1-ը հանրապետությունում կհաստատվեն նոր նախագծեր, այս պայն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, բայց ինչ վերաբերվում է որոշման մեջ ընդգրկվելու, այս պահին էլ որոշման մեջ են եւ անպայման աշխատանքներ իրականացվելու են։ Իսկ ամենակարևորը 2024-25 ուսումնական տարում արդեն սեպտեմբերի 1-ին ունեցել ենք նորակառույց դպրոցի բացում, Վաղատինի միջնակարգ դպրոցի բացումը եւ մոտ 3 տարի դժվարությունները հաղթահարելուց հետո արդեն մեր սովորողները իրենց կրթությունը ստանում են իրականում հարմարավետ միջավայրում, հա, տրամադրող միջավայրում իր ամբողջ լաբորատորիաներով, այն բոլոր չափորոշիչներով պատրաստված կառուցված դպրոց է, որը իրականում շատ կարևորում եմ։ Այն դժվարությունները, որ կան, այո, տեղափոխում ենք երեխաներին այս կամ այն կազմակերպության տարածք, ես մտածում եմ, որ պիտի մի քիչ ավելի համբերատար, գիտակցորեն այդ դժվարությունները հաղթահարենք, որովհետև շատ կարևոր է այս նոր կրթական միջավայրի ստեղծումը։
Իսկ կրթահամալիրների կառուցման աշխատանքները որ փուլում են, թեպետ եւ այսպես գյուղերում որոշակի այս բողոք կա այդ առումով, դա թաքցնել իհարկե հնարավոր չէ, խոսում են գյուղապահպանությունից եւ այլնի, բայց գործընթացը արդեն մեկնարկել է եւ ինչ փուլում են գտնվում։ Ասեմ, որ ի սկզբանե ծրագիրը կոչվում էր կրթության որակի հասանելիության ծրագիր եւ այդպես էլ շարունակում ենք։ Ես շեշտադրում եմ միշտ հանդիպումների ժամանակ տանում եմ դեպի կրթության որակի հասանելիություն եւ գյուղապահպանության հետ կապված պիտի նշեմ, որ այո, ունի պայմաններից մեկն է դպրոցը, բայց ինչպես ինձ, նաև շատ մարդկանց միշտ կարելի ասել սխալ են սովորեցրել, որ դա դպրոցը միակ գյուղապահպանության, այսպես ասած, պայմանն է, որովհետև գյուղապահպանության համար թե տեսական եւ թե գործնական առումով, եթե կատարեն ուսումնասիրություններ, կհասկանանք, որ միայն դպրոցը չի։ Շատ ավելի մեծ է խնդիրը այն դպրոցներում, որտեղ մենք արդեն իսկ չունենք տվյալ բնակավայրում ապրող ուսուցիչներ, ունենք մինչև 10-20 աշակերտ եւ այդ երեխաները ունեն բավական լուրջ շփման խնդիր, որակյալ կրթություն ստանալու խնդիր եւ հույսով եմ, որ այն իմ թվարկած մոտ 30 դպրոցները դե թիվը բնականաբար կավելանա նաեւ մինչև 40-44 այդ կրթահամալիրները երբ որ կառուցվեն, որոնք ոչ միայն տվյալ բնակավայրում կստեղծեն զուտ դպրոցի տպավորություն, հա, այսպես ասեմ, այլ կապահովեն եւ նախադպրոցական կրթությունը, այսինքն հանրակրթության բլոկը ամբողջությամբ պիտի ապահովենք, այդ թվում նաեւ արտադպրոցական դաստիարակությունը, այսինքն կլինեն սպորտային, մշակութային համալիրներ, որոնք հնարավորություն կտան իրականում հայտնաբերելու մեր ստեղծագործող տաղանդավոր երեխաներին, որոնք շատ հաճախ չեն կարողանում օգտվել այդ հնարավորություններից։ Եվ կրթահամալիրների գործունեությունը արդեն իսկ ցույց կտա, թե ինչ հնարավորություններ են ստեղծում գյուղական բնակավայրերում։ Հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվել է արդեն Սյունիքի մարզում նաև, ինչ կասեք այս առումով, ինչպես է ընթանում գործընթացը, ես կուզենայի այստեղ եւ այնտեղ, եթե չեմ սխալվում, գնահատման նոր համակարգն է դրա մեջ մտնում, դրա մեջ մտնում են նաև նախագծային աշխատանքների, այսպես պատրաստումը եւ այլն, մի խոսքով, այսպես շատ փոփոխություններ են մտնում։ Ինչ ունեցան 24-25 թվականին այդ առումով, որ կողմերն են թերանում, որ կողմերն են այսպես համընթաց գնում նպատակին։ Չափորոշիչների ներդրումը առաջին հերթին ես անընդհատ ասում եմ, որ իրականում ամենադժվարը հենց մանկարժական համակազմի համար է, որովհետև բավական շատ են նորությունները եւ կարծես թե ուսուցիչները 24 ժամ աշխատում են, որպեսզի կարողանան իրականում այս գործընթացի արդյունավետության այն գործընթացը, որ դրված է, արդյունավետ հասցնեն իր, այսպես ասած, ավարտին։ Պիտի նշեմ, որ իրականում փոփոխություններ է կատարվել եւ ուսումնական պլանում, կապված գնահատման համակարգի հետ, կապված դպրոցական ու պետական բաղադրիչների հետ եւ նախագծային աշխատանքների հետ։ Ասեմ, որ երեխաների հետ հանդիպման ժամանակ իրականում նույնիսկ ամենափոքր հանդիպումների ժամանակ զգում ես նրանց ակտիվությունը, որը պայմանավորված է հատկապես ակտիվությունը համայնքային հիմնախնդիրների վերլուծման ժամանակ, նույնիսկ Շամբի դպրոցում երբ հանդիպում էի, երեխաները երբ որ ներկայացնում էին իրենց խնդիրները, համայնքի դպրոցի հետ կապված խնդիրները, ես միանգամից մտածում եմ, որ իր կարևոր դերը խաղացել է նախագծային աշխատանքները։ Իրականում նախագծային աշխատանքները հնարավորություն են տալիս սովորողներին մտածելու, հա, խնդրի մասին, ուսումնասիրություններ անելու, հետազոտելու եւ վերլուծելու։ Այսինքն այն գիտելիքները, որ տալիս ենք առանց կարողությունների, դա կարելի ասել ուղղակի տեսական գիտելիքներ են։ Այսօր այդ հնարավորությունը կա եւ նույնիսկ այն դասարանները, որոնք դեռ չեն անցել նոր չափորոշիչների, այդ դասարաններում են նախագծային աշխատանքներ կատարում,
Կարևոր փոփոխություններ նաև այս ուսումնական տարում, երբ 10-րդ դասարանցիները ունեին նպատակային ընտրության հնարավորություն, այսինքն եթե մենք երեխային հնարավորություն էինք տալիս ընտրելու մինչև 3 առարկա միայն 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում, այսօր արդեն իսկ ուստ տարվա սկզբին աշակերտի ցանկությամբ ծնողի դիմումի հիման վրա ընտրում են իրենց համար այն առարկաները, որոնք անհրաժեշտ են 3 տարի սովորելու եւ բուհ ընդունվելու համար, բնականաբար ավելանում է ժամանականակները եւ ունենք նաեւ արձանագրած որոշ բնակավայրերում դեպքեր, կարելի ասել դեպք չէ, կարևոր իրադարձություններ, կարելի ասել, որ շատ երեխաներ դադարում են կրկնուսուցիչների մոտ ուսումնական process-ը սկսել 10-րդ դասարանից, այսինքն դեռ չեմ կարող ասել, որ կրկնուսուցիչների մոտ աշխատանքները այլևս չկա, բայց 10-րդ դասարանից չեն, մեծամասամբ հաշվի առնելով, որ սա հնարավորություն է մեկ առարկան, օրինակ մաթեմատիկան 10 ժամ շաբաթական ուսումնասիրել։ Եվ ես համոզված եմ, որ այն աշակերտները, որոնք իրականում գիտակցորեն կսովորեն դպրոցում, հա, չմտածելով, որ դա հետո էլ կարող են անել, կհասնեն իրենց արդյունքին։ Իսկ գնահատման մեխանիզմի հետ կապված ինչ կասեք, տարական դասաները չեն գնահատվում, մտավախություն կար, որ դա մոտիվացիան, այսպես ասած, փոքրինչ, այսպես կփոքրացնի, եթե կարելի այդպես ասել, սովորելու, քանի որ չենք գնահատելու, բայց երբ որ արդեն գործնական փուլ է մտել, դա ինչ եք նկատում։ Նկատում եմ, որ ավելի շատ մոտիվացիայի խնդիրը երեխաների մոտ չկա, ես ավելի շատ գնահատում ավելի շատ միշտ հետաքրքրել է ծնողներին, որովհետև երբ որ դու շատ քիչ ես շփվում քո երեխայի հետ, դու գոնե գնահատականի միջոցով իմանում ես, թե ինչ գիտելիքներ է անբարել, կարելի է այդպես ասել, բայց կամաց սովորում են, հույս ունեմ, որ այս համակարգի ներդրումը շատ բան կփոխի, հա, այդ մրցակցություն կոչվածը, եւ ծնողների մեջ, եւ աշակերտների մեջ, այսինքն իրենք մտածում են ուսումնական ծրագիրը սովորելու մասին, այսինքն այն ծրագիրը, որը տրված է, ոչ թե ընկնենք գնահատականի հետևից, այլ ուղղակի ուշադիր, պատասխանատու, ասենց սովորենք, որ ծրագիրը ավարտենք ու ստանանք այն գիտելիքները, կարողությունները, ու ամենակարևորը այն արժեքները, որը տալիս է դպրոցը։ Բարձր դասարանների գնահատման համակարգում են փոփոխություններ տեղի ունեցել։ Դե բնականաբար այն անընդհատ գնահատվող բանավոր պատասխանները չեն գնահատվում, այսինքն թեմայի շրջանակում ինչպես երեխաներն են ասում, ուսուցիչները իրենց մոտ որոշակի նշումներ են անում եւ դա ամփոփվում է արդեն թեմայի շրջանակներում, այսինքն պետք չէ անընդհատ գնահատել, հա, միշտ տարբեր համակարգերից իմանում են կանաչ գրիչի օրինակը, հա, խրախուսման թեկուզ բառերով, որ դու ճիշտ ես արել, հա, բնութագրման միջոցով եւ ընթացիկ այդ աշխատանքները իրականացնելուց, սովորեցնելուց հետո թեմատիկ արդեն գնահատականները արտացոլում են իր յուրացրած թեմայի գնահատականը։ Դասագրքերից էլ փոփոխությունների հետ կապված այսպես մի մասի մոտ բողոքներ կան, ծնողների մի ստվար հատված ասում են, որ բավականին շատ են հեշտացվել, չափազանց շատ են հեշտացվել, այդքան էլ չէր պետք, որոշ առարկաներից էլ հակառակը դժգոհություն կա, որ շատ են բարդացվել, երբ որ արդեն այդ դասագրքերը գործնական փուլ են մտել, ինչ են արձանագրել ուսուցիչները։ Ասեմ, որ նախորդ տարիներին ավելի շատ էին բարձրաձայնում դասագրքերի մասին խնդիրները, բայց արդեն իսկ ուսուցիչներն էլ են եւ ծրագրերի մասով, հա, առարկայական ծրագրերի մասով եւ դասագրքերի մասով արդեն հունի մեջ են մտել, այս տարի այդքան Դուք ստիպված են հունի մեջ մտել, այլ ընտրանք չկա։ Դե դա էլ կա, բայց արդեն մասնագիտական խմբերն էլ իրենց քննարկումների մասին, ուսուցման մեթոդների մասին ընդհանուր խոսելով արդեն կարողանում են բնական է գրքերը արդեն 4 տարի գործածության մեջ են եւ հույսով եմ, որ մասնագետների քննարկումները, առաջարկները ի վերջո տեղ կգտնեն։ Բայց կան լինում են առաջարկներ, թե պարզապես շարունակում ժամանակ առ ժամանակ իրականջի խոսելով այսպես բողոքել ու գործնական փուլ չմտցնել այդ բողոքները։ Չէ, ասեմ, որ
քննարկումների, այսպես ասած, խմբերը բավական շատ են, հա, կրթության զարգացման նորարարությունների կենտրոնը, կզնակը շատ հաճախակի է հանդիպում on-line տարբերակով ուսուցիչների հետ, ունեն մասնագիտական խմբեր, վերապատրաստումներ, սեմինարներ, որ հույսով եմ, որ այդ քննարկումները իրենց արդյունքը տալիս են։ Անհնար է առանց ուսուցիչների ձայնը լսելու հասնել կրթության որակի բարձր մակարդակի։ Ներառական կրթության մասով ինչ ունենք, տարիներ շարունակ է արդեն այսպես ասած կրթությունը մտել է մեր համակարգ, բայց կարծեք թե ոչ բոլորն են դեռևս շարունակում չհամակերպել, որ ներառական կրթությունը այնուամենայնիվ պետք է գործի հանրակրթական դպրոցներում։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ իրականում աշխատանքը դժվար է, որովհետև մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, որ լինենք իրականում պատրաստ այդ գործընթացը իրականացնելու համար։ Իրականում ունենում ենք դեպքեր, արձանագրել ենք որոշակի խնդիրներ եւ մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների հետ բավական մեծ աշխատանք ենք տանում, անձամբ ես նաև մասնակցում եմ այդ քննարկումներին եւ այս տարի էլ ունեցել ենք դեպքեր, որ որոշ երեխաներ չեն ներառվել կամ ներառվել են այնպես, որ կարելի ասել ծնողների սրտով չի եղել, այսպես անկեղծ պիտի ասեմ, խոցելի է շատ։ Այո, բայց փորձում ենք քայլ առ քայլ իրականացնել մոտ 2-3 օրից ունենանք նաև հանդիպումներ եւ ծնողների հետ, հա, Կապանի աջակցման կենտրոնը մտածել ենք Մեղրիում, Քաջարանում, Կապանում առանձին հանդիպումներ ունենանք եւ ծնողների հետ եւ նորից ուսուցիչների հետ, նույնիսկ ուստարին ավարտվել է, բայց արդեն պլանավորում ենք այն բոլոր հարցերը, որոնք պիտի իրականացնենք արդեն 25-26 ուսումնական տարում եւ այն խնդիրները, որոնք արձանագրել ենք, փորձենք լուծել այս տարի։ Փաստացի մանկապարտեզներում էլ չեն ներառվել արդեն այդ կրթությունը, բոլոր դպրոցները արդեն ընդունում են կրթության ազատող պայմանների կարիք ունեցող։ Այո, գնահատվում են երեխաները 2 տարին մեկ անգամ եւ անհատական ուսուցման պլանների հիման վրա իրականացվում է նրանց ուսումնական գործընթացը։ Մենք ունենք կոնկրետ հաստատություն, որը զբաղվում է կոնկրետ նման խնդիր ունեցող երեխաների կրթությամբ, թե այլևս վերացել են նմանատիպ։ Մենք ունենք Կապանի թիվ 3 հատուկ դպրոցը, որտեղ կրթահամալիրը։ Այո, կրթահամալիրը, որտեղ ամբողջովին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ են, իսկ մոտ 330-340 երեխաներ ընդգրկված են մարզի բոլոր դպրոցներում։ Խոսակցություններ կային այն ժամանակ, որ այդ հատուկ կրթահամալիրի այդ գործառույթը, որ միայն ներառական կրթությամբ կրթություն իրականացնելու այդ ուղղվածությունը պետք է փոխվի, թե չէ, չկա նման բան, ծնողն է ընտրում տանի հանրակրթական դպրոց, թե հատուկ կրթահամալիր։ Ես կարծում եմ, որ կան այնպիսի խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց ոչ թե կրթության առանձնահատուկ պայմանները, այլ նաև ունեն որոշակի առողջական խնդիրներ, այդ երեխաները ըստ բարդության աստիճանի են որոշում, թե որտեղ կլինի նրանց կրթությունը ավելի ճիշտ։ Եվ մոտ 87-88 տատանվում են այդ թվով երեխաները, որ այս պահին սովորում են Կապանի թիվ 3 հատուկ դպրոցում, կրթահամալիրում, գտնում եմ, որ ճիշտ է, որովհետև իրականում մասնագիտական այն թիմը, որը աշխատում է այնտեղ, մեր դպրոցները, այո, մեր դպրոցները չունեն դա։ Նույնիսկ այս տարի արձանագրեցինք, որ կան ուսուցիչներ, որոնք չգիտեն, թե իրենց մոտ նստած աշակերտը ինչ խնդիրներ ունի, այն որ դու 45 րոպե դաս ես պարապում, բայց չգիտես նրա իրականում այն առանձնահատուկ պայմանը, որ պիտի անես, բացի կրթությունից, կա նաև վարքագծի խնդիրներ, կա նաև միջավայրին հարմարվելու խնդիրներ, որոնք մեր ուսուցիչները քայլ առ քայլ սովորում են։ Իրականում պիտի սովորենք, որ կարողանանք բոլորին ներառենք, այսօր օրվա դասի պլանների մեջ հստակ նշվում է ներառումը եւ հաշվի առնելով, որ դեռևս մեր դասարանների թվաքանակը մեծ է աշակերտների,
ներառման խնդիրը բոլորը ունեն։ Առաջնահերթ է։ Այո, անկախ նրանից, թե նրանք գնահատված են, թե ոչ։ Չի քննարկվում այն հարցը դասարանները մի փոքր թեթևացնելու։ Քննարկվում է, վերջերս կրթության նախարարն էլ այդ մասին նորից հարցերը այնքան շատ էին այդ մասով, բայց դա ավելի խորքային խնդիրներ ունի, կփոխվեն դպրոցների լիցենզիաները, այսինքն հնարավորությունները Ուսուցիչների թվի պակաս կառաջանա։ Այո, ուսուցիչների թվի պակաս, այսինքն եթե տվյալ դպրոցը 800 աշակերտի համար է նախատեսված, օրինակ, դասարանների թվաքանակի փոփոխության հետ կապված դասարանների խնդիր կունենա, այսինքն պիտի պակասի։ Ես մտածում եմ, որ նույնիսկ 2 անգամ կպակասի տվյալ դպրոցի լիցենզիան, այսինքն կդառնա 400-450, այսօր ունենք դպրոցներ, որ չեն կարողանում նույնիսկ այն առարկաները, որոնք պետք է կիսովի պարապեն, կիսված դասարաններով, դասարանների պակասի պատճառով չեն կարողանում կիսել, ունենք ուսուցիչներ, որոնք չունեն ուսուցչանոց, ուսուցչանոցներ են դարձել դասասենյակ, որպեսզի երեխաների ուսուցման process-ը, այսինքն բավական մեծ խնդիրներ ունի այդ թվաքանակի փոքր նվազեցումը եւ հույսով եմ, որ դա էլ կփորձենք հաղթահարել։ Ուսուցիչների համար շատ փոփոխություններ են լինում, ամփոփելով մեր զրույցը 2025-2026 ուստարում ինչ նոր անակնկալներ են սպասվում մանկավարժներին։ Լուրջ անակնկալներ չկան, դժվարությունների առումով չկան։ Պիտի ասեմ, որ այս տարի իրականում շատ արդյունավետ ենք աշխատել, հաշվի առնելով, որ տարին էլ մշակութային էր, կուզենայի, որ հատկապես մեր մշակութային կազմակերպությունները, որոնք գործել են, համագործակցել են մեր դպրոցների հետ, հատուկ շնորհակալություն հայտնեմ Կապանի Ալեքսանդր Շիրվազադեի անվան թատրոնին, մեր մարզում գործող բոլոր թանգարաններին, մշակութային կենտրոններին եւ նաեւ շնորհավորել մարզի բոլոր մարզադպրոցներին, որոնց եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, որոնց աշխատանքի շնորհիվ մարզը 2024-25 ուսումնական տարում դարձել է հանրապետությունում երկրորդ հորիզոնական զբաղեցրող մարզը իր մարզական միջոցառումներով, նաեւ վերջին դասը գիտեք, որ ամփոփվեց որպես մշակութային վերջին դաս, ունեցել ենք 2 հաղթող դպրոց, մեկը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցն է, մյուսը Կապանի թիվ 9 ավագ դպրոցը եւ անընդհատ իրենց աշխատանքները գնահատելով, խրախուսելով, փորձում ենք այնպես անել, որ իրականում մոտիվացիան բարձր լինի եւ հասնենք իրականում արդյունավետ ուսուցման եթե կարելի է հասնել դրան, ամբողջովին իհարկե չի կարող, բայց գոնե վերին շեմերին կարելի է հասնել, կարծում եմ Սյունիքի այդ ներուժը ունի։ Դե ինչ ասենք մեր ուսուցիչներին, շնորհավորենք ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, որ այսպես կարող են արդեն հանգիստ շունչ քաշել, ուժերը հավաքել, համբերությամբ զինվել եւ նոր ուսումնական տարի մուտք գործել, սպասելով նոր փոփոխությունների, որոնք որ գուցեև շատ են, բայց կարծում եմ մի քանի տարի հետո որոշակի էական փոփոխություն կմտցնեն մեր կրթական համակարգում, որտեղ իսկապես դրա կարիքը կար, կարծում եմ։ Գուցե մի քիչ շատ է այս պահին, բայց դե փորձենք հաղթահարել։ Որտեղ իրականում process-ներ կան, որ պիտի անընդհատ ոնց որ իրար հետևից տեղի ունենան, որտեղ եթե մտածենք, որ սա անենք, հետո նա անենք, բոլոր process-ները իրար հետ շղկապված են, պիտի այնպես անես, որ այդ շղթան սկսի գործել, որ արդյունքը ստանաս։ Շնորհակալ ենք շատ զրույցի համար։ Կարևորի մասին հաղորդաշարներ եթերում այսօր մենք ամփոփեցինք 24-25 ուսումնական տարին, իսկ հիմնուրը Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերիկ Անտալյանն էր։ Հաջողություն։